Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն սիրելի հեռուստադիտող, սիրելի բարեկամներ, առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ամերիկայի հայկական արմատները հաղորդաշարը։ Ասում են սերը դեպի բժշկություն հենց սերն է մարդկության հանդեպ։ Կարծում եմ ճիշտ են ասում։ Այս ոլորտը անվերապահ նվիրման եւ ներդրման մասին։ Հետևաբար մենք Ամերիկայի հայկական արմատները հաղորդաշարով չէինք կարող չանդրադառնալ առողջապահության ոլորտում աշխատող մարդկանց։ Իմ հյուրն է հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը։ Խոսենք նրա հետ։ Ողջույն, պարոն Սեփիլյան, շատ շնորհակալ ենք, վստահ եմ ձեր ծանրաբեռնված աշխատանքային առօրյայի հետ շատ դժվար էր համատեղել այս հարցազրույցը, այնպես որ շատ շնորհակալ ենք, գիտենք, որ շատ դժվար է եղել, որ ժամանակ եք հատկացրել եւ մեզ հյուրընկալել եք այստեղ։ Անշուշտ, մեծ սիրով եւ բարի եկած եք։ Առաջին հարցը ինչպես եղավ, որոշեցիք բժիշկ դառնալ եւ ինչու որոշեցիք զբաղվել հենց վերարտադրողական բժշկությամբ։ Այո, ես կարող եմ ասել, որ ոնց մի բաց չար չի գա, երևի ճակատագիր է։ Ես ամենան շուտ հիշադակներս մեկն էր, որ իմ հայրս ինձի արդեն բժիշկ էր կոչում, երբ որ փոքր երեխա էի։ Իմ մտքիս մեջ ոչ մի ուրիշ տարբերակ չկար։ Ես որ բոլոր ուսումս, որ կարող եմ ասել, որ մանկաբար դեզեն հետևյալ, այդ հիշում եմ, որ երբ որ մեծանամ, պիտի արդեն դառնամ բժիշկ։ Եվ դենցալ շարունակվեցավ, ոչ մի ուրիշ ինձի համար դժվար որոշում չի գար, առաջին օրեն, որ հիշողություն ունիմ, արդեն ես դենց մտածում էի, որ օրը երբ որ ժամանակը կա, արդեն պիտի այս ճանապարհով հետևիմ։ Եվ դենցալ եղավ, եւ երևի երրորդ դարին էր բժշկության համալսարանի, որ այդ ժամանակին Նյու Յորքի հիվանդանոցի մեջ էի աշխատում, այդ ժամանակին է որ որոշեցի, որ վերարտադրողական բժշկությունը պիտի թիմեմ, այդ ժամանակին մի պրոֆեսոր մը գար, որ արդեն ինձի ցույց էր տալիս այս ջուղը եւ ինձի համար շատ հետաքրքրական էր, քանի որ այս մի ջուղն է, որ ամենան զարգացած եւ արդիական գիտությունը եւ տեխնոլոգին իրարու հետ միացնում է եւ թեպի մի արդյունքը, որ արդեն այս բժշկության մեջ շատ ջուղեր չկան, որ կարող ես արդյունքը ցերկդ բռնել, որ զույգ մը եկավ եւ թիմեց իրենց դժվարությամբ եւ ճիշտ գիտությունը եւ տեխնոլոգիան եւ բժշկական գիտելիքները արդեն արեցիկ եւ արդյունք տեսան, արդեն արդյունքը երեխան է։ Բոլորն են տեսնում։ Այո, որ կարող են այդ patient-ները, հիվանդները, որ դիմաց էին, արդեն իրենց ուրախությունն է եւ նույնպես իրենց հաջողությունը մեր բժշկության, մեր ջուղի մեջ ամենամեծ հաջողությունը եւ հաճույքն է։ Նաեւ գիտեմ, որ դուք սերտիֆիկացված մասնագետ եք վերականգնողական բժշկության մեջ։ Պատմեք, խնդրեմ, ըստ ձեզ ինչ ուղի անցաք, որտեղ եք հիմա հասել եւ ձեր պատկերացման երևակայության մեջ դեպի ուր եք գնում։ Ճիշտ նշեցիք, որ մեր մասնագիտությունը պահանջում է տարբեր մագարտագի certification-ներ։ Ուրեմն այս certification-ները նախ պահանջում են, որ 4 տարբեր մասնագիտություններ բժիշկը ստանա մինչև հասնի մեր մագարտագին։ Ուրեմն առաջինը պետք է անցնի իմ նման 4 տարի համասարան թիմ է, նրանից վերջ 4 տարի բժշկական համասարան, որ 2 տարբեր դիպլոմներ ստանան, նրանից վերջ պետք է մասնագիտանա կանացի մասնագիտության մեջ, որ Ամերիկայի մեջ կասենք obstetrics and gynecology։
Երբ որ այս մասնակցությունը, որ նույնպես պահանջում է 4 տարի վերջացնե, պետք է էլ թիմը վերարտադրության բժշկություն, այսինքն reproductive endocrinology and infertility անգլերենով որ Գեղձաբանական, այո, վերարտադրողական գեղձաբանություն եւ անբծղաբերություն, որ էսել պահանջում է ավելի 3 տարի մասնակցություն։ Երբ որ այս մասնակցությունները վերջանան, դարբեր մագարտագի հիմա board certification-ներ կան, որ պահանջում է 4 դարբեր քննություններ, 2 հատը քրելով քննություններ են եւ 2 հատը բանով։ Այո, ուրեմն որ պրոֆեսորները արժև նստում ես եւ ուրեմն իրենք քննում են քուլրիվ անցյալ 2 տարվա հիվանդները, որ տեսած են ամեն մանրամասնությունները, ինչ բուժումներ նշանակած ես, ինչ է պատճառը, ինչ են ախտորոշման թեստերը եւ այլն, եւ ես այս բոլորը որ անցնիս արդեն ստանում ես board certification։ Դրանից վերջ ամեն տարի պետք է վերանորոգվի։ Ամեն տարի պետք է քրավոր քննություններ կան, որ board-ը ցեզի դալիս է մոտ 20 կամ 30 դարբեր кейսեր, որ այդ ամեն տարի պետք է այդ քննությունները վերանորոգվի։ Ուրեմն այս մի ջուղմն է, որ բժշկության մեջ, որ այս ես կարող եմ ասել, որ շատ կարևոր է, որ բժիշկն, որ բժշկություն է անում, երբեք նոր բաները սովորելը չի գնա, չի դադարացնի։ Կամ երբ որ այդ նոր գիտությունը սորվիլը դադարանա, այդ բժիշկը երևի պետք է էլ չի աշխատի։ Բավականին բարդ ճանապարհ պետք է անցնես, բայց որ սերտիֆիկացված մասնագետ դառնաս, որ արժանանաս դրան ու այդ ձեռքբերումն ունենաս։ Իսկ առհասարակ բժիշկ դառնալու համար սովորել եւ աշխատել բավարար է, թե ուրիշ առաքելություն կա։ Այցեք բժշկությունը սովորելը երբեք չի վերջանում։ Երբեք։ Պետք է մենք ես կարող եմ ասել, որ ամեն օր կարդում եմ։ Ամեն օր նոր գիտություններ, նոր բժշկական ժուրնալներ, որ նոր գիտություն են հայտնաբերված, կարդում եմ։ Կարող է լավ որ 5 րոպե կարդամ, կարող է լավ որ մի հետաքրքրական նոր հայտնաբերված, կարող է 2 ժամ անցնեմ եւ այդ ժուրնալը լրիվ կարդամ, որ իմանալ ամեն փոքր մանրամասնությունները, որ կարող է որ այդ գիտելիքները մտցնեմ իմ ամենօրյա աշխատանքի մեջ եւ ախտորոշման եւ բուժման հարաճմացման։ Այս շատ կարեւոր է։ Կարծում եմ բոլոր մասնագիտությունների դեպքում էլ կարեւոր է։ Այո, շատ կարեւոր է ընդհանրապես բոլոր բժիշկների համար։ Ուրեմն եթե անց մգա որ հիմա նայում է եւ հետաքրքրված է որ բժշկության մեջ, եթե էս իրենց հետաքրքրական է թող թիմեն։ Եթե ոչ, եթե ուզում են ասեմ որ ես իմ դիպլոմաս վերցուցել եմ ու այդքան բան վերջ հիմա պատրաստ եմ աշխատելու, այդ բժշկությունը չէ։ Այո, ճիշտ է որ դիպլոման բժիշկը որ վերցնե կարևոր է, բայց ամեն օր նորություններ կան, ամեն օր հարաճացումներ կան եւ բժիշկը պետք է այդ ամեն հարաճացումներուն ճիշտը իր գիտությունը ամենաբարձր մագարտակի բահել։ Դա կարող ենք դիտարկել որպես առաքելություն։ Այո։ Իսկ հանդիսանալով դուք հայ-ամերիկյան բժշկական միության անդամ, հիշում եմ, եթե չեմ սխալվում, 2008 թվականին դուք հեռուստահաղորդում էիք վարում, որով փորձում էիք բարձրացնել հանրային տեղեկացվածությունը։ Կպատմեք մի քիչ դրանից ինչ ակնկալիքներ ունեիք, ինչ արդյունք տվեց ձեզ։ Այո։ Ուրեմն ես կարող եմ ասել, որ Ամերիկայի դարբեր նահանգներում մեջ ապրած եմ 2006 տարին ետ վերադարձա Կալիֆոռնիա։ Ամերիկահայ բժշկական միության անդամ եղա եւ 2 տարի վերջ արդեն նախագահն էի այդ կազմակերպության, որ մի 15-16 տարի բորդի անդամ էի։ Այդ ժամանակին բարձվեցավ, որ մեր համայնքի մեջ գարիքը գա, որ ամենակարևոր բժշկական նյութերը փոխանցենք մեր հայրենագիցներին։ Եվ գազմեցինք մեր գազմագերբության հետ մի եթեր, որ
ամեն շաբաթ այն ժամանակին հրավիրում էինք դարբեր մասնակիցներ, որ գալիս էին մեր եթերի վրա եւ հարցազրույց էինք անում եւ թողում էինք, որ հեռախոսները բանալ այս ուղիղ եթերեր, որ ժողովուրդը զանգարեն, եթե հարցեր ունին, որ մեկ բժշկական հարցեր կան, զանգարեն եւ դան իրենց հարցերը եւ մինչեւ հիմա մենք շարունակում ենք այս ծրագիրը շուտով երևի մի քանի տարիից պիտի լա 20 տարի որ արդեն շարունակում ենք եւ շատ լավ անընդհատ տեսնում ենք ժողովուրդ որ ասում են քաչալերում են որ իսկապես բարձր մագարտակի բժշկական գիտելիքները փոխանցում ենք մեր հայրենագիտներին հայերենով անշուշտ որ գիտենք որ շատերը կարող են անգլերենով ոյմեք ծրագիրներն այն այս հadoop հայախոս համայնքի համար է Գիտեմ որ 2010 թվականին դուք համահիմնադրել եք Գլենդելի առողջապահական փառատոն Այո Ինչ ծրագրեր եք իրականացրել, ինչ միջոցառումներ եք ծրագրել եւ էլի իրականացրել կպատմեք դրա մասին մի փոքր Այո, ուրեմն Գլենդելի առողջապահական փառատոնը այդ ժամանակին մեզի մոտեցան Գլենդելի քաղաքապետարանը եւ առաջարկեցին որ մի փառատոն ստեղծենք բոլոր քաղաքի համար Քաղաքը մեզի մոտեցավ եւ առաջարկեց որ գազագերբենք մեծ մի միջոցառում որ կարող ենք քաղաքի բոլոր բնակչությունը կան եւ մասնակցին եւ օգտվին Նույնպես ուրեմն մենք որոշեցինք որ քաղաքապետարանի եւ դարբեր ուրիշ հիվանդանոցների հետ համագործակցենք եւ ստեղծենք այս փառատոնը, որուն գլխավոր առաքելությունները եւ նպատակներն էին, որ կանխարգելման, այսինքն preventative եւ առաջնային բժշկություն, primary care պերենք բոլոր գլենդելի բնակչու ոչ թե միան հայերուն շատերը գային որ ոչ օդարներ էին վերջի վերջով այս սկսեցավ եւ շատ հաջող անցավ եւ ներկայիս հիմա արդեն շարունակվում է ամեն տարի շարունակում ենք նման անվճար խնամքներ preventative այսինքն կանխարգելման խնամքներ են կատարում քաղցկեղի դեմ, սրտի հիվանդության դեմ, շաքարախտ, ճնշում, պատվաստումներ, որ անվճար Լոս Անջելեսի քաղաքի հետ ենք աշխատում, իրենք են մասնակցում մեր փառատոնի հետ եւ անշուշտ գլխավոր գազագերբությունը մեր հայ բժշկական միությունն է, որ կարող եմ ասել, որ մեծ հբարդությամբ մեր բժիշկները, մեր հայ բժիշկներն են, որ մեր քաղաքը Գլենդելի քաղաքի բոլոր բնակչության խնամում Իսկ այդ փառատոնի միջոցառումների կազմակերպման իրականացման մեջ տեղի հայ համայնքը ինչ որ ներգրավվածություն ունեցել է թե ոչ Անշուշտ շատերը կան որ հայ դարբեր գազագերբություններ անշուշտ բժշկական միությունը հայ ամերիկայի բժշկական միությունը գլխավոր գազագերբիչ մարմինն է բայց նույնպես կա փուշկույրերի գազագերբությունը որ մասնակցում են դարբեր հայ գազագերբություններ մասնակցում են համասարանները բժշկական համասարանները մասնակցում են աշակերտներ են գալիս եւ ուրիշ օդար ոչ հայ գազագերբություններ նույնպես մեծ թեր են կատարում Եվ 2011 թվականին մեկ տարի հետո դուք իրականացրեցիք շաքարային դիաբետի ոլորտում ինչ-որ ծրագրեր։ Կարող եմ ասել, որ 2011-ին մենք հիմնադրեցինք մի camp, որ երեխաներու juvenile diabetes շաքարախտի educational camp ստեղծեցինք, համագործակցելով անշուշտ մեր Հայաստանի գոլեգաները, որ երեխաներու շաքարախտի կենտրոնն էին այնտեղ ղեկավարում, նույնպես մեր գոլեգաները, որ Սան Ֆրանցիսկոյում բժշկական հայկական բժշկական միություն կար, որ եւ նույնպես Եվրոպային մի քանի գազագերբություններ, որ
նախադեսենք որ այս երեխաները դանենք մի camp-ը ճամբարի նման, որ ամառնային եւ այդ ինտենսիվ մի շաբաթ երկու շաբաթվա մեջ իրենք ստանան ինտենսիվ իրենց ապրելակերպը ճիշտ բահելու դիաբետի հետ իրենց ծնողքը որ սովորեն երբ որ իրենք երեխա ունին որ դիաբետ ունենան ինչպես պիտի երեխաներուն սնունդը ապրելակերպը մարզանքը կոնտրոլը բահելը իրենց շաքարը նայելը եւ այլն ճիշտ դոզաները ինսուլինի ուրեմն եւ մինչեւ հիմա ներկայիս այս շարունակվում է ուզում եմ ասել որ Ամերիկայի բժշկական միության ղեկավարությամբ է որ այս կեմպը մինչև հիմա շարունակվում է եւ անշուշտ Հայաստանի մեջ մենք կորձընկեր ֆոնդեր կան որ Կաթիլ ֆոնդը կա որ հետերնին համագործակցում ենք մինչև հիմա այդ համագործակցումները շարունակվում են եւ բազմաթիվ երեխաներ օգտված են այս ծրագիրներեն Խնդրեմ պատմեք նաև Արցախում իրականացրած առողջապահական ձեր ծրագրերի մասին, գիտեմ նաև մի քանիսը հենց առանձնահատուկ ձեր շնորհիվ է եղել, որ իրականացվել է։ Այո, կարող եմ ասել, որ Արցախի հետ մի քանի ծրագիրներ մասնակցած եմ։ Թիվ 1 ուրեմն մեր Ամերիկայի բժշկական միության միջոցով մենք նվիրեցինք Արցախում այն ժամանակում մի կլինիկ, mobile clinic ուրեմն այս մի կլինիկա մներ, որ կարող է թրակի վրա, ինքնաշարժի վրա, բայց մեծ, որ ուներ երկու սենյակ ետևը, նույնպես հետը լաբորատուար, արյան քննություններ եւ ոյ մեկ զանազան ախտորոշումներ կարող էր լինել եւ այս թրակը կարող էր երթալ քյուղերում եւ այլն։ Նույնպես 2000 կարծում եմ 11-12 թվին համագործակցեցինք մեր կանադայի գոլեգաների հետ եւ կարողացանք հովանավորել եւ ստեղծել մի կանացի կլինիկը, որ Ստեփանագերտում, որ այն ժամանակին առաջին կլինիկան էր, որ այդ միջոցով կարողացանք արկանտի վզիկի քաղցկեղի եւ դարբեր դենց կանխարգելման խնամքներ հարաճացնել կանացի ուլտրասաունդներ որ ես անցամբ Ստեփանագերտ ճամփորդեցի մի քանի անգամ որ տրեյնինգ անեմ սովորացնեմ կոնե այդ ժամանակին բնակչությունը կարողացավ որ այդ խնամքներեն օգտվել Գիտեմ նաև որ Հայաստանում վերարտադրողական բժշկությունը զարգացնելու համար կրկին ինչ-որ ծրագրեր եք նախաձեռնել եւ իրականացրել։ Այո։ Կպատմեք ինչ արդյունքների եք հասել, արդյոք գոհ եք։ Ուրեմն Հայաստանի այո վերարտադրողական բժշկության հետ կապված ես կարողացա համագործակցել մի քանի կենտրոնների հետ Հայաստանում համանավանդ Էդվարդ Համբարձումյանը, որ կարող եմ ասել, որ հայ վերարտադրողական բժշկության միության հիմնադիր եւ նախագահն է, որ ես էլ այն ժամանակին մասնակցած էի իբր բորդի անդամ եւ կարողացանք կազմակերպել բազմաթիվ կոնֆերանսներ, որ հրավիրում էինք մասնակիցներ աշխարհի ամեն կողմից, Եվրոպայից, Ճապոնից, Ռուսաստանից, Ամերիկայից եւ այլն, որ գլխավոր նպատակն է, որ մագարտակը բարձրացնեինք։ Նույնպես գնացինք մինչեւ Արցախ եւ նման ծրագիրներ արել էինք Արցախի մեջ, որոշ գործիքներ էինք, որ նվիրած այստեղից եւ դարբեր աշխարհի դարբեր կողմերեն, եւ մինչեւ հիմա արդեն այդ ծրագիրները շարունակվում են, երբեմն virtual consultation-ներ ենք անում բժիշկների հետ, եթե հարցեր կան, դժվար դեպքեր կան, այդ համագործակցությունները արդեն շարունակվում են։ Դուք նաև Արցախի կողքին էիք պատերազմական ժամանակաշրջանում եւ
Հայաստանի բնակչության կողքին էիք COVID-19 համավարակի տարիներին։ Այո, ուրեմն ներկայիս ես Ամիկ գազագերբության նախագահն եմ, որ համահայկական բժշկական կոմիտեն է։ Մեջը մտնում է մոտ 20 գազագերբություններ, սփյուռքահայ բժշկական գազագերբություններ եւ մեր հիմնական նպատակն է, որ ղեկավարել բժշկության հետ վերաբերյալ գործերը Հայաստանի եւ Արցախի հետ։ Եվ ճիշտ նշեցիք, որ անշուշտ պատերազմի ժամանակ, COVID-ի ժամանակ շտապ մի դեպքեր էին, որ մեր սպիրկի գազագերբությունները բոլորնալ համագործակցելով փոխանցեցին ամենավերջին գիտելիքները, կորձիկներ, վիրապուժներ, պատերազմի ժամանակ այդ շատ վատ կարիք կար եւ համագործակցելով Հայաստանի մինիստրության հետ փորձեցինք օգնել ինչքան որ կարող էինք։ Գիտեմ նաև, որ բազում շքանշաններ ունեք, որը կառանձնացնեք, որն է ձեզ համար հատկանշական, արդյոք կարևորում եք շատ թե ոչ։ Այդ մասնավոր կարևոր չեն, կարևոր շքանշանները ոչ մեկ բժիշկի, եթե իրենց չանքերը որ դրած են թեպի իրենց հիվանդները, եթե հաջող արդյունք են տեսած։ Ուրեմն ինձ ամենակարևոր այդ շքանշանները կարող եմ ասել, որ այն հիվանդներն են, որ հաջողած են, երեխա ունեցած են, ինձ ամենամեծ բադիվը այն է։ Իսկ այսօր ինչ ծրագրերի համար եք աշխատում, ինչ նպատակներ եք դրել ձեր առջև։ Անշուշտ կուզեմ նախ ասել, որ մեր ամենօրյա գործի մեջ տեսնում եք մեր վերարտադրողական կենտրոնը ամենանոր կենտրոններն մեկն է, որ այստեղ որ նստած ենք, այս 1.5 տարի է որ բացեցինք, ամենաարդիական, ամենավերջին տեխնոլոգիները բերած ենք եւ ընդունում ենք հիվանդներ աշխարհի ամեն կողմերեն։ Ուզում եմ ասել, որ իմ հիվանդներից կեսից ավելի գալիս են ուրիշ երկիրներեն կամ ուրիշ նահանգներեն։ Մենք թիվում ենք, որ տեսնենք եւ բուժենք ամենադժվար դեպքերը, որ ամեն բժիշկ չի կարող բուժել։ Պետք է որ մեր ամենակարևոր ծրագիրները, որ հիմա զբաղվում ենք։ Նույնպես ուզում եմ ասել, որ Հայաստանի հետ համագործակցությունները նույնպես ինչպես որ տեսած ենք Հայաստանը մեծ փոփոխությունների մեջ է, մեծ հարաճացումներ կան, մեր անշուշտ գործերը Հայաստանի մեջ նույնպես պետք է փոխվին։ Եվ հիմա որ առողջապահական համակարգը Հայաստանի փոխվում է, ապահովագրություններ են հիմա մտնում բոլոր հայերի համար, մենք մեր գործերն համագործակցությունները Հայաստանի հետ նույնպես պետք է ուղղությունները փոխվին, ոչ թե միայն իբր հումանիտարյան օգնություն, բայց այլ բարելավման եւ այդ ուղղությամբ աշխատենք։ Խոսեցիք արդիականությունից, նորից, Հայաստանի հետ համագործակցություններից, դուք համեմատաբար լինելով նորագույն բժշկության մեջ, ձեր գնահատմամբ ինչպիսին է Հայաստանի բժշկությունն այսօր։ Ուրեմն, երբ որ մենք մոդենում ենք Հայաստանի առողջապահական համակարգի մասին, պետք է նախ մտածենք, որ Հայաստանը, երբ որ սովետական միությանն դուրս եկավ, շատ վատ վիճակի մեջ էր այն ժամանակին եւ սպիրկը, որ արդեն մասնակցում էր առողջապահական համակարգի մեջ, իրենց գործերը լրիվ դարբեր էին, քան թե որ Հայաստանի առողջապահական վիճակը ներկայիս։ Ուրեմն ասենք, որ կարող որ այն ժամանակին Հայաստանը ինչ որ պետք ուներ,
դարբեր է, քան թե որ Հայաստանը ինչ է։ Կարող ենք այս պախտադել մի ծնողքի մոդեցմանը իրենց երեխաներու հանդեպ։ Երեխան երբ որ փոքր է, իրենց գարիկը դարբեր է, քան թե երեխան որ մեծացավ եւ կարողացավ գայնիլ, քայլել եւ ավելի անկախաբար ապրել։ Եվ իբր ծնող կամ իբր ասենք թե եղբայր քույր, իբր սփյուռքահայ մեր մոդեցումը Հայաստանի թեմ պետք է տենց նույնպես փոխվի։ Հայաստանը բավական զարգացած է հիմա։ Եվ իր զարգացման համար շատ թեբիտրական քայլեր են հիմա առաջնային primary care հարաճացումը շատ կարևոր է ապահովագրությունը որ մտնում է 2026 տարեկանին մինիստրությամբ եւ պետությամբ պատճառով էդել շատ դրական մեծ քայլ մնե Եվ իբր սփյուռքահայ, որ մասնակցում ենք Հայաստանի առողջապահական համակարգի բարելավման, պետք է մենք այս համակարգի հետ աշխատենք, որ նույն նպատակները, նույն արդյունքները, դրական արդյունքները ստանանք։ Եթե չդառնայիք բժիշկ, ինչ մասնագիտություն կընտրեիք եւ ինչու։ Երևի բժիշկ չէի, կարող է պետք է գիտական կամ գիտական ուսուցիչ լինայի, որ բժշկության մեջ այս երկուքն մտնում է։ Բժշկության մեջ մենք ամեն օր գիտությունը պետք է հետևենք եւ անշուշտ գիտության միջուղն է բժշկությունը։ Նույնպես ուսուցչությունը իբր բժիշկ ամեն օր մենք ուսուցիչ ենք մեր հիվանդների նախ պետք է սովորեցնենք մեր գոլեգաներին եւ այլն երևի դենց ասեմ բժիշկ դառնալու երազանք ունեցողներին ինչ խորհուրդ կտաք ես շատ կկաչալերեմ իսկապես շատ հրաշալի մի ջուղմն է եթե ճիշտ պատճառներով անցումը մտնում է բժշկության մեջ իսկապես ես ինքս գտնում եմ որ իբր շատ փախտավոր որ այս ջուղին մեջ մտել եմ ամեն օր արիթը ունենում ենք որ նոր բաներ սովորենք ամեն օր արիթը ունենում ենք որ մեր գիտացած գիտությունը եւ դարբեր բաները սովորեցնենք ուրիշներուն հիվանդներուն եւ ամեն օր արիթը ունենք որ մեծ թրագան հաստեցություն թողենք մեր հիվանդների վրա եւ իրենց ընտանիքների վրա մեծ ես մի քանի տարի առաջ Երևանի բժշկական ինստիտուտը առաջարկեցին որ ավարտման խոսքեր ասեմ եւ իրենց ասեցի ավարտողներուն ասեցի որ դուք մտնում եք մի ջուղի մեջ որ բոլոր աշխարհի վրա մեծ թրագան աստեցություն կարող եք այդ արիթը արեք եւ գնացեք աշխարհը փոխեցեք իսկ Հայաստանում հաճախ եք լինում կան տարիներ որ մի քանի անգամ կամ տարիներ որ դարին մի անգամ երևի 2 տարի առաջ համահայկական բժշկական կոնֆերանսներ կոնգրեսներ որ դեղի ունեցավ Երևանում կարողացանք մասնակցել այս տարի նույնպես համահայկական բժշկական համակումարը դեղի ունեցավ Մադրիդում որ կարողացանք միանալ Հայաստանի մի քանի 100 բժիշկների հետ առողջապահական մինիստրը բժշկական ինստիտուտի ռեկտորը եւ դարբեր պրոֆեսորներ նման գազագերբություններ եւ նման հավաքույթներ շատ կարեւոր են որ մենք շփվենք հայ բժիշկների հետ սորվինք իրենց մեզ անընդհատ ասում եմ որ այդ շատ կարեւոր է կարող է որ Ամերիկայի ամենամեծ պրոֆեսորը լա կարող է այդ ամենամեծ պրոֆեսորը Հայաստանի բժիշկներ են սովորի եւ անշուշտ այդ բժիշկն պրոֆեսոր են սովորում Իսկ առաջիկայում լավ ծրագրերով սպասենք ձեզ Հայաստանում Անշուշտ Շատ շնորհակալ եմ ձեզ ձեր կատարած աշխատանքի համար եւ որ ժամանակ տրամադրեցիք ու պատասխանեցիք իմ հարցերին Անշուշտ մեծ սիրով